Շնորհակալություն, պարոն Պապյան։ Իրականում նախագիծը շատ կարևոր է ու նախնական քննարկել ենք։ Այստեղ համ հարց տամ, համ դիտարկում անեմ, համ երևի մեծ լսողների համար հայտարարություն կլինի։ Հասկանալի է, որ այդ մոլորեսնող գովազդը կամ մրցակիցների հանդեպ ինչ-որ անարդար վերաբերմունքը կանխարգելելը կարևոր է, բայց մենք օրինակ նախ պիտի ծայրահեղությունների մեջ չընկնենք իմ կարծիքով, մենք օրինակ ունենք շատ էպիկ դարձած գովազդների օրինակներ, որոնք չեն արգելվում, այսինքն մաքսիմում մի ընկերությունը կարող է մյուսին դատի տա ու դատարանը վճռի։ Օրինակ ես չեմ ուզում գովազդ անել, իմ տեսած ամենատպավորիչ գովազդներից մեկը եղել էր հետևյալը՝ երկու գազային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող ընկերություններ մշտական, հիմա բոլորն է գիտեն մասնախոսքը, իրար մրցակից, մեկի գովազդը ոնց է գնում այդ գովազդը, ցույց է տալիս այն մի ընկերության արտադրանքը, այդ երեխա դնում է գետնին, հետո երկրորդն է դնում գետնին, վերջում պարզվում է, որ ինքը դա դնում է, որ բոյը հասնի ապարատից այն մյուս ընկերության գազավորված ըմպելիքը գնի։ Մեքենաների շուկայում նման բաներ կա, այսինքն մենք ուզում եմ վստահ լինենք, որ սրանով շատ չենք մտնում տնտեսվարողների ազատությունների մեջ ու մրցակիցներին իրավունքները պաշտպանելով այստեղ մեծ հայեցողականության տեղիք չենք տալիս, հետ ու նաև վախենում եմ այն բանից, որ վաղը մյուս օր պարզվի, որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ձեռքում մի հատ լրացուցիչ մահ կա հայտնվել, որով մեր տնտեսվարողներին բաժում է։ Դրա համար խնդրանքս ինչն է, մենք պարոն Պապյանի հետ որ քննարկում ենք, պայմանավորվեցինք, որ որոշակի փուլից հետո մենք տնտեսվարողների կարծիքները կլսենք, հիմա նախագծերի փաթեթը ազգային ժողովի կայքում կախված է։ Ես խնդրում եմ մեր բոլոր տնտեսվարողները մանրամասն կարդան այս կարգավորումները, եթե առաջարկներ կունենան, դիտարկումներ կունենան, մենք մինչև երկրորդ ընթերցում մեծ ուշադրությամբ կլսենք, որպեսզի այնպես չստացվի, օրենք ընդունենք, հետո գանք արդեն ընդունված օրենքի մեջ փոփոխություն անել։ Եթե պետք լինի անգամ երկրորդ ընթերցումը մի քիչ էլ հետ կտանենք, որ հասցնենք բոլորի կարծիքները լսել, այնպես որ ովքեր ես կխնդրեմ մեր փորձագետները հատուկ այս օրենքի լինքը մեր Facebook-յան էջերում էլ տեղադրեն, որ տնտեսվարողները հասցնեն կարդալ, նախապատրաստել, սպասում ենք բոլորին, ովքեր այս մասով ունեն առաջարկներ ու դիտողություններ։ Ես եմ ուզում ասել, ավելի շատ բաներ կոչ էր մեր տնտեսվարողներին, որտեղ կարող է իրանք ավելի շատ բաներ նկատեն պրակտիկ կյանքում, որը մենք հիմա այստեղ չենք իմանում։ Խնդրում եմ, պարոն Պապյան։ Շնորհակալություն, պարոն Թունյան, իհարկե մենք պատրաստ ենք քննարկումների, ավելին իմ ձեռքի տակ կա մի երկար ցանկ, որ մենք քննարկել ենք, դրանք ես հիմա տեսնում եմ գործարարների միություններ են, խոշոր առևտրային ցանցեր են, խոշոր էլեկտրոնային վաճառքի հարթակներ են, խոշոր էլեկտրոնային վաճառք իրականացնող միջազգային կազմակերպություններ են, մի քանի օրինակ գործարարների միություններ, Ֆրանսիայի առևտրի պալատ, ԱՄՆ-ի առևտրի պալատ, Մանթաշյան գործարարների միություն եւ այլն, եւ նաեւ մի քանի միջազգային կազմակերպություններ, այս ցանկը կարող է կրկնապատկվել, եռապատկվել, մենք որևէ խնդիր չունենք, սա մեկ։ Երկրորդը մենք հիմա ինչ ենք անում, մենք վերցնում ենք մեր օրենսդրությունը եւ սա հենց սրա մասին է, որ մենք ասում ենք, որ այդ եվրոպական ճանապարհը ինքը ինչքան լավն է, այնքան էլ ինքը դժվար ճանապարհ է, որովհետեւ պետքա հարմարվել, պետքա սովորել, պետքա ստանդարտները համապատասխանեցնել, պետք է մեր ունեցած որոշակի փորձերից կամ սովորություններից հրաժարվել, որովհետեւ երբ որ մենք գնում ենք օրինակ Եվրոպական միությունում տեսնում ենք կամ որևէ տեղ, որտեղ փողոցը մաքուր է եւ չկա աղբ թափած, դա այդպես չի, որ ուղղակի առավոտը զարթնում ենք ու որոշում ենք, որ փողոցը մաքուր է եւ չկա աղբ թափած։ Դա կամ աղբը ինչ որտեղ պայմանական, ասենք ապակին էստեղ է դրված, փայտը էստեղ է դրված, թուղթը էստեղ է դրված, պլաստմասան էստեղ է դրված, այդ նախ օրենքներ են եւ երկրորդ այդ օրենքներին հետեւել է։ Այսինքն ամեն մի գեղեցիկ ու լավ բանի հետևում կա ջանք։ Եվ սա էլ է։ Մենք այս ոլորտում, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ունենալու ենք
այնպիսի պաշտպանություն եւ գովազդի մասին օրենքում, ինչպես Եվրոպական միությունում է, բայց դրա համար պետք է լինելու ջանք, դրա համար պետք է լինելու եւ այո որոշակի մոտեցումների փոփոխություն եւ եթե մենք ուզում ենք դառնալ այնպիսին, ինչպիսին ԵՄ երկրներում է, դրա համար պետք է նաեւ մեզանից յուրաքանչյուրը ինչ որ փոփոխության ենթարկվի այդ թվում տնտեսվարողները։ Ձեր նշած օրինակը, պարոն Թունյան, իմ կարծիքով ամբողջությամբ կարելի է լինելու, որովհետև ձեր նշած գովազդը ես էլ եմ տեսել, ձեր նշած գովազդը նրա մասին չէ, որ այս կամ այն գազային խմիչքը ավելի լավն է կամ վատն է։ Նա նրա մասին է, որ կարելի է օգտագործել մյուս գազային խմիչքը հասնելու այն մյուս գազային խմիչքին եւ դա ավելի նախընտրելի է այդ սպառողի համար, նախընտրելի։ Հետևաբար այս դեպքին դա չի վերաբերվում եւ ինչ վերաբերվում է մահակին կամ գործիքին, հենց իմ կարծիքով Եվրոպական միության օրենսդրությունը նրանով է լավ, որ բավականին կոնկրետացված է դեպքերը եւ բավականին եւ այդպիսի հնարավորությունները մեր կարծիքով էականորեն սահմանափակված են, բայց իհարկե ձեր առաջարկը շատ լավն է ու շատ տեղին է եւ կարծում եմ ազգային ժողովի կարեւորագույն գործառույթներից մեկն էլ նա է, որ հանրության հետ այդ կապը մշտական պահվի եւ եթե ինչ որ մի օր ու ինչ որ մի տեղ որևէ կազմակերպության, որևէ ապրանքանիշի շահերը ոտնահարվեն, կարողանա ազգային ժողովը համապատասխան փոփոխություններով վերաբերմունք դրսևորի, որտեղ շատ կարևոր է, որ օրենսդիրը այս կամ այն բանը գրելուց կամ ընդունելուց ինքը իր կամքը ինչպիսին է եղել, դա իմ կարծիքով մեկնաբանության ժամանակ շատ կարևոր է եւ նման քննարկումները, քանի որ փաստագրվում են, արձանագրվում են, հանրային հնչեցվում են, ես շատ կարևորում եմ, որպեսզի նաեւ օրենսդիրը իր կամքը ոչ միայն բառերի միջոցով արտահայտի, տեքստերի միջոցով, այլ նաեւ հրապարակային խոսքի միջոցով, որը շատ կարևոր է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ, պարոն Պապյան, ես կարճ արձագանք եմ մեր գործընկերներին էլ հնարավորություն տամ։ Նախ ես հասկանում եմ, որ քննադատելը միշտ հեշտ է ու ես էլ եմ շնորհակալություն հայտնում կատարված աշխատանքի համար, գիտեմ, որ այս նախագծերի փաթեթի վրա ինչքան մեծ աշխատանք է կատարվել, բայց ես ելի եմ ասում, մենք որոշ դեպքերում պիտի զգույշ լինենք, որ օրինակ թեկուզ ՍԵՊԱ-ի պահանջներին հետևելու բանով չընկնենք այնպիսի ծայրահեղությունների մեջ, որոնք օրինակ մեր համար դեռևս շուտ է։ Ես գործուղման էի մի քանի օր առաջ եվրոպական երկրներից մեկում, օրինակ Բրյուսելում հատուկ մտել եմ, խանութում նայել եմ, օրինակ իրանք ցելոֆանով ապրանք վաճառում են, թե չէ, պարզվել է վաճառում են։ Ես հիշում եմ, մենք ժամանակին ունենք օրենսդրական նախաձեռնություն, որով պիտի արգելենք մրգերը կտրտած վիճակում վաճառելը ու դա էլի հղում ենք անում, բայց այդ էլ եմ հատուկ ստուգել, կտրտած մրգերը վաճառում են այդ միանգամյա պլաստիկ տարաների մեջ, բայց որտեղ հնարավոր է տնտեսվարողների շահերը հաշվի առնելով, բալանսավորելով, դրանց պիտի գնանք։ Եվ բանի հետ կապված էլ մրցակցության հանձնաժողովի հետ կապված էլի քանի որ առիթ կա, քանի որ մեր գործընկերներն էլ մասնակցում են, ես էլի պիտի կրկնեմ ու խնդրեմ, որ մեր մրցակցության հանձնաժողովը ավելի շատ կենտրոնանա, ոչ թե կատարված խախտումները post factum հայտնաբերելու վրա, ինչը էլի կարևոր է, այլ նախնական կանխարգելիչ վերլուծությունների վրա, որ լինի օրենք, լինի կառավարության որոշում, թե մեկ այլ բան, ձեր եզրակացությունը լինի, թե սա մրցակցային իրավիճակի վրա ոնց է ազդում։ Ու վերջին հարցն էլ մենք քննարկում ենք զեղչերի հետ կապված մեր համակարգում փոփոխությունները, պարոն Պապյան, այդ մասով ոնց որ թե մենք ընդհանուր հայտարար ունենք, ինչ ենք նախատեսում անել, մեկ էլ այդ մասով էլի, եթե պարոն